մեր պայքարը սակարկման ենթակա չի, որովհետև հայ առաքելական Սուրբ եկեղեցին եղել է, կա եւ լինելու է Հայաստանի Հանրապետություն եւ հայ ազգի ինքնության հենասյունը եւ ինքնության պահապանը, ինքնության փոխանցողը, ինքնության գաղափարախոսության փոխանցողը սերնդեսերունդ եւ մնալու է։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ եւ խորհրդային միության ժամանակ եւ Օսմանյան կայսրության ժամանակ եւ այլ ժամանակահատվածներում հայ առաքելական եկեղեցին 1700 տարվա ընթացքում տարբեր տասնյակ եւ հարյուրավոր հարձակումների է ենթարկվել, ավելի բարդ իրավիճակներ է եղել եկեղեցու համար, քան այսօրվա իրավիճակն է եւ մեր եկեղեցին ամուր կանգուն է մնացել եւ այսօր եւս կանգուն է մնալու եւ Վեհափառ Հայրապետի եւ Արշակ Սրբազանի նկատմամբ այս խոսակցությունները, այս ուրեմն վայրահաչոցը, այս հարձակումները բոլոր դեպքերում ավելի են ուժեղացնելու եկեղեցուն եւ մենք տեսնում ենք հանրության շրջանակներում այդ անկալումը ձևավորվել է եւ եկեղեցիները մարդիկ ավելի շատ են սկսել գնալ, որովհետեւ նրանք սատարում են եկեղեցուն եւ ըստ էության հասկանում են, որ այս եկեղեցին ապամոնտաժելու գործընթացը ոչ թե անձի, այլ համակարգի, ինստիտուցիոնալ արժեքի դեմ պայքար է։